Ռուս-թուրքական պատերազմ է հասունանում։ Իրանի խորհրդի նախագահը հրապարակել է հոդված։ Իսրայելական փորձագետներն այն համարել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջնագրի պատասխան։ Իրանի քաղաքական վերնախավին բնորոշ հռետորաբանության ենթատեքստում, սակայն, Ղալիբաֆը բացատրել է Իսլամական Հանրապետության պետական քաղաքականության բուն իմաստը։ Իրանի խորհրդարանի նախագահը ոչ միայն տարածաշրջանի, այլև գլոբալ անվտանգության ճակատագրական սպառնալիք է գնահատել Իսրայելի պետությունը, որը ցանցային ազդեցության միջոցով ձգտում է արմատապես փոխել Մերձավոր Արևելքի էթնիկ-քաղաքակրթական պատկերը։ Ղալիբաֆը դիմել է Պարսից ծոցի արաբական միապետություններին և հայտարարել, որ Իրանը հարևան ոչ մի, բայց հատկապես մուսուլմանական երկրի թշնամին չի ճանաչում։ Նա արաբական երկրներին կոչ է արել իրենց տարածքից հեռացնել ամերիկյան ռազմահենականները և տարածաշրջանը միավորել իսլամական ումմայի սկզբունքով։ Իրանի խորհրդարանի նախագահը փաստացի նախանշել է նոր, արդեն բացահայտ կրոնական և էթնիկ-քաղաքակրթական բնույթի դիմակայություն, որն ուղղված է ԱՄՆ-ի կողմից առաջարկվող արաբա-իսրայելական պատմական հաշտության դեմ։ Խիստ ուշագրավ է, որ տարածաշրջանի ապագա ստատուս քվոյի մասին Մոհամմեդ Բաղեր Ղալիբաֆը պատկերացումները շատ մոտ են այն մոդելին, որն առաջարկում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը։ Իրանի դեմ իսրայելը ամերիկյան հարձակումն ըստ այդմ կարող է խթանել մի գործընթաց, երբ Թուրքիան և Իրանը աջակից ունենալով Սաուդյան Արաբիային և Կատարին կարող են միավորվել արդեն իսլամական ումմայի սկզբունքով ի հակակշիռ Իսրայելի կողմից ստեղծվող սիոնիստական ցանցի։ Այս համատեքստում հայտնի է դարձել, որ Միացյալ Նահանգները լիբանանյան Հեզբոլլահի դեմ պայքարում ներգրավում է Սիրիային։ Ապրիլի 5-ին Ուկրաինայի նախագահ Զելենսկին այցելել է Դամասկոս, որտեղ նույն օրը ժամանել է նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆիդանը։ Ավելի վաղ Սիրիայի անցումային կառավարության նախագահ Ահմեդ ալ-Շարան գերմանական լրատվամիջոցներին ասել է, որ Սիրիայից դուրս կբերվեն Ռուսաստանի վերջին երկու ռազմահենականները։ Զելենսկին և Ֆիդանը Դամասկոս են մեկնել Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների հեռախոսազրույցներից 2 օր հետո։ Գրեթե զուգահեռաբար կայացել է Ռուսաստանի Դաշնության և Իրանի արտաքին գործերի նախարարների Լավրովի և Արաղչիի հեռախոսազրույցը։ Մերձավոր Արևելքում, երևում է, ռուս-թուրքական լարվածություն է հասունանում։